Հայաստանում նոր խնդիր է առաջացել վարորդների համար։ Ոչ գործարանային, ավելի ուժեղ LED լուսարձակներ են տեղադրվում մեքենաների վրա, որոնք գիշերը խանգարում են հանդիպակաց մեքենաների վարորդների տեսողությանը։ Մի քանի օր առաջվա դեպք ասեմ, իմ հետ եղած, գիշերով գնում եմ ու դեմից մի հատ տիդա է գալիս, անընդհատ ես իրան դալնի բլիժնի եմ անում, հասկացնում եմ, որ քորանում եմ։ Պատկերացումով ինքը դալնիով էր քշում։ Մի կերպ հասա դեմս չէր երևում, հասա հավասարվայրան, ապակին իջացրեցի, ասում եղբայր դալնի տանջատի, այմա դեմքիս խնդալով ասում ես դալնիով չեմ քշում, բլիժնի է, ասում ավելի վատ ուրեմն քո համար, եղբայր, չինական լեյդես ուրեմն դրեք, հորացնում ես, չեմ տենում դեմս։ Խաչիկ Հայրապետյանի խոսքով մի քանի անգամ ոստիկաններին տեղյակ են պահել խնդրի մասին, նաև բողոք ներկայացրել ազգային ժողով, կարգավորում ակնկալելով, բայց ապարդյուն։ Այդ պահին եթե մարդ էլ հելնի դեմս, ես կարող չնկատեմ իրան ու խփեմ այդ մարդուն։ Չինական LED կոչված լուսարձակներն իրական փորձանք են դառնում վարորդների համար։ Այս հարցով վարորդներն ակտիվ բողոքներ են տարածում համացանցում, բայց օրենքը դեռ չի կարգավորում իրավիճակը։ Մենք հանց չենք առ վարորդների իրավունքների պաշտպանությունը այնպես, որ անենք պետության գործառույթը, որը ինքը չի կատարում։ Պետությունը պետք է այդ գործառույթը իրականացնի տեղավորման կայանների միջոցով, այն մեքենաները, որոնք վերասարքավորված են ու չեն համապատասխանում իրանց չափանիշներին, պետք է տեղավորում չանցնել։ Իսկ տեղավորում չանցած մեքենաները ոստիկանության կողմից կարգելի շահագործում են։ Մասնագետները նշում են, որ ոչ ստանդարտ LED լուսարձակների տեղադրումը կարող է խոչընդոտել երթևեկությանը եւ ստեղծել վթարավտանգ իրավիճակներ։ Սակայն ոստիկանությունը սահմանափակ է իր հնարավորություններով։ Նրանք կարող են արձանագրել միայն կանոնների խախտում, օրինակ լուսարձակների չարաշահում բնակավայրերում, սակայն LED-երի որակը կամ ուժգնությունը վերահսկել չեն կարող։ Օրենքով կարգավորված է, որ անսարքություն պահանջող եւ մեքենաների չհամապատասխանող մեքենաների այդ չափանիշները, որը ԵԱՏՄ կանոնակարգերով ամբողջ չափանիշներն նշած է, ամբողջը նկարագրված է, որ տեղադրման ժամանակ ստուգում են մեքենաների թե լուսարձակները, թե լուսարձակների արձակած լույսի ազդեցությունը, իր դիրքը, ձևը, եթե այդ մեքենան չի համապատասխանում կամ սխալ լուսարձակա կամ սխալ ձևով է տեղադրված եւ իր անկյան աստիճանը սխալ է, հա, այդ ժամանակ այդ մեքենան տեղադրում պետք է չանցնի։ Հիմա տեղադրում չի անցնեն դեպքում, երբ որ տեղզնման կայանները աշխատեն։ Քեյանը կարծում է, վարորդները տեղզնման կայաններում վճարում ու ստանում են տեղզննում անցնելու կտրոն, բայց իրական ստուգում չի իրականացվում։ Մասնագետների դիտարկմամբ այս բացը թույլ է տալիս, որ ոչ ստանդարտ LED լուսարձակները շարունակեն տեղադրվել։ Կարճ ասած, Հայաստանում չկա լիարժեք վերահսկողություն, ոստիկանությունը կարող է արձանագրել միայն այն, ինչը տեսնում է օրենքով սահմանված։ LED-ի ուժը կամ անկյունը գնահատման ենթակա չէ։ Անի Աբաղյան, Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։